Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարեշի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Սենատի մի շարք բարձր պաշտոնյաներ՝ Սեդրիկ Պերենը, Ժիլբեր Լյուկ Դևյանզը եւ Ալեն Կադեկը։ Կողմերը քննարկել են հայ-ֆրանսիական ռազմավարական գործընկերության զարգացման ընթացքն ու առաջիկա քայլերն ընդգծելով գործակցության դինամիկ զարգացումը բոլոր հիմնական ոլորտներում։ Քննարկվել է նաև Հարավային Կովկասի զարգացումների եւ խաղաղության հաստատման գործընթացի շուրջ։ Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում կայունության եւ հաղորդակցությունների զարգացման վերաբերյալ Հայաստանի տեսլականը։ Հանդիպման ավարտին նախարարը գրառում է կատարել Սենատի պատվավոր հյուրերի մատյանում, շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի Սենատին եւ Ժերար Լարեշին հայ-ֆրանսիական բարեկամությանն ու բացառիկ հարաբերությունների ամրապնդմանը ցուցաբերած անշեղ աջակցման համար։ Հոկտեմբերի 23-ին Հնդկաստանի Հայդարբադ քաղաքում կայացել է Հայաստան-Հնդկաստան պաշտպանական խորհրդակցություններ երկկողմ գործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի ձևաչափով։ Կողմերը քննարկել են 2025 թվականի գործակցության ծրագրերի իրականացման ընթացքը, ընդգծել նոր ուղղությունների ներառման անհրաժեշտությունը, նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցերի շուրջ։ Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է 26 թվականի գործակցության ծրագիրը, որը ներառում է բարձր մակարդակի այցեր, ռազմական կրթություն, ռազմատեխնիկական գործակցություն, վարժանքներ եւ փորձի փոխանակում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ նիստն անցկացնել Հայաստանում։ Իջևան-Շամշադին ավտոճանապարհի Տավուշի բնակավայրում տեղի ունեցած վթարից 11 տուժած հոսպիտալացվել է մարզային բժշկական կենտրոն, ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից։ 10 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, շարունակվում են անցնել համապատասխան հետազոտություններ։ Մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր։ Հիշեցնենք, առավոտյան 8:30-ին Իջևան-Շամշադին ավտոճանապարհի Տավուշ բնակավայրում բախվել են Mercedes Magnişi ավտոմեքենան եւ Hyundai Magnişi ավտոբուսը, վթարի հետևանքով տուժել է 11 հոգի։ Խերսոնում հոկտեմբերի 24-ի առավոտյան ռուսական հարվածների հետևանքով զոհվել է 1 մարդ, առնվազն 16, այդ թվում դեռահաս վիրավորվել է, հայտնում է մարզային ռազմական վարչակազմը։ Հաղորդվում է, որ լուսաբացին ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Դնեպրովյան շրջանում։ Հրետակոծության է ենթարկվել նաև Խերսոնի Կորաբլենի շրջանը։ Մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինի խոսքով նախորդ օրվա ընթացքում Խերսոնի մարզում ռուսական հարվածների հետևանքով զոհվել է 2 մարդ, եւս 9 վիրավորվել։